կրկին անգամ գողացել են Երևան քաղաքի որակյալ տոմետները։ Հիշում եք, նախանցած տարի ես տեսանյութ էի հրապարակել, որոնց ցույց էի տվել, որ Երևան քաղաքի այս նույն որակյալ տոմետները տարել էին Երևանից դուրս ու ինչ-որ մասնավոր սեփական տարածքում դատարկում էին։ Հիմա այդ նույն գողության դեպքը տեղի է ունենում։ Այնա Երևան քաղաքի Դավիթ անհաղթ այգու հարակից մայթերի տոմետներն են սրանք։ Հələ տեսեք ինչքան ահռելի մեծ քանակությամբ է։ Այս տոմետներին բան չի եղել, որակյալ ամուր տոմետներ են։ Ոչինչ չի եղել, բայց Երևանի քաղաքապետարանը ճակերտավոր ասած անհրաժեշտ է համարել, որ այս նորմալ որակյալ տոմետները փոխարինի նոր տոմետներով, իսկ այդ տոմետները մենք տեսնում ենք, որոնք նոր տեղադրվում են, որոշ ժամանակ հետո քանդվում, փշրվում են։ Հələ նայեք ժողովուրդ ջան, ըստ տոմետների քանակությանը ահռելի մեծ ծավալ է, ահռելի։ Հիմա ժողովուրդ ջան, հիմնավորեն թե ինչու՞մ է կայանում գողությունը։ Ուրեմն նախանցած տարի, երբ որ այդ հայտնի դեպքը տեղի ունեցավ, Արմեն Գալջյանը իր Facebook-յան էջում հրապարակում էր արել, որով անդրադարձել էր տվյալ դեպքին։ Հիմա ես կընթերցեմ այդ հրապարակումը, որ այդ ամեն ինչը ներկայացնելով վերլուծելով հիմնավորեմ, որ այս ամենը ակնհայտ գողություն է։ Ուրեմն Արմեն Գալջյանն իր Facebook-յան էջում գրել է, որ Facebook-ում ակտիվ շրջանառվող տեսանյութը, որում երևում է, որ փոխարինված բետոնե սալիկները շինարարի կողմից տեղափոխվել են մայրաքաղաքից դուրս, ընդամենը պայմանագրի թերի ձևակերպման արդյունք է, քանի որ պայմանագրով նախատեսված է, որ փոխարինված բետոնե սալիկները համարվում են շին-աղբ եւ կապալառուն պետք է այն 13 կիլոմետր հեռու տեղափոխի։ Սա իհարկե խնդրահարույց է, քանի որ փաստացի աղբ չհանդիսացող գույքը որպես աղբ մասնավոր ընկերության կողմից տեղափոխվում է Երևանի տարածքից դուրս։ Փաստացի Արմեն Գալջյանը հայտարարում է, որ այս գույքը սա նույն տոմետներից է։ Այս գույքը չի հանդիսանում որպես շին-աղբ, այլ ուղղակի պայմանագրի թերի ձևակերպում է։ Հետո շարունակեմ Արմեն Գալջյանի հրապարակումը։ Այս պահին Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից կազմակերպվում է այսօր եւ վաղը բետոնե սալիկների տեղափոխումը Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքներ, իսկ համանման պայմանագրերում այսուհետ շտկումներ կիրականացվեն եւ շին-աղբ կհամարվեն միայն այն դեպքում, երբ դրանք իրականում իրենցից այլևս օգտագործման ոչ ենթակա ապրանք կներկայացնեն։ Փաստացի Արմեն Գալջյանն ասում է, որ այս գույքը որակյալ գույք է եւ չի համարվում շին-աղբ, դա պայմանագրի թերի ձևակերպում է եւ այսուհետ պայմանագրերում ասենց ասած թերի ձևակերպում չի լինի։ Այսինքն այսուհետ նման գույքը որպես շին-աղբ չի անհետանա կախարդական ձևով։ Ուրեմն Դավիթ անհաղթ այգու հարակից մայթերի պայմանագիրը հանել է ու այս սալիկները այդ պայմանագրով համարվում են որպես շին-աղբ։ Այլ ձևակերպում այնտեղ չկա։ Այսինքն Արմեն Գալջյանն նախանցած տարի հայտարարել էր, որ թերի ձևակերպում արդյունքը եւ այսուհետ համանման պայմանագրերում շտկում կանեն, բայց չեն արել։ Հիմա ժողովուրդ ջան, ուզում եմ դեզի ցույց տամ հետեւյալ պայմանագիրը, որը հիմա դուք տեսնում եք, որ Երևան քաղաքին, այսինքն քաղաքապետարանին հանձնող գույքը, որը պիտանի է եւ չի համարվում շին-աղբ, նշվում է, որ
պետք է հանձնվի պատվիրատուին, իսկ պատվիրատուն տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարն, այսինքն տվյալ դեպքում էլ տվյալ Դավիթ անհատ այգու հարակից մայթերի բարեկարգման աշխատանքների պայմանագրում պետք է նշվեր, որ այս բետոնե սալիկները պետք է հանձնվեր պատվիրատուին, այսինքն Երևանի քաղաքապետարան, բայց տեսնում ենք, որ հայտարարությունները կա, որ թերի ձևակերպում էր եւ այլն, գույքը արդեն վերադարձել են ու տեսնում ենք փաստացի պատշաճ միջոցներ չի ձեռնարկվել պայմանագրերում շտկումներ իրականացնել։ Ուրեմն ես հրապարակում էի արել, նկար էի հրապարակել եւ նշել էի, որ ասենց ասած այս գույքը գողացել է Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ մեկնաբանություններում գրել էին, որ սա Երևանի քաղաքապետարանի տարածք է, սա ինչ-որ պաուստային ֆոնդի տարածք է, պահպանվող տարածքում պահեստավորել Ժողովուրդ ջան։ Հիմա ինձ ասեք, սա պահպանվող տարածք է, հա, պահպանվող տարածք է, տեսնում եք մասնավոր սեկտոր է, սեփական տուն, այնա սեփական տուն, դարպասներ եւ սա էլ ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխարհի ամենահզոր պահպանվող տարածքն է, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, սա պահպանվող տարածք է, սա արդյոք կարելի է համարել Երևանի քաղաքապետարանի պահուստային ֆոնդի տարածք։ Իհարկե ոչ, դա ուղղակի ճակերտավոր կռուտիտ է։